Փառք Աստծո, այսօր շատերը իրենց ժամանակը ուրիշտեղ են վատնում, բայց մեր ժամանակը մենք չենք վատնում, այլ զոհաբերում ենք Աստծո տանը լինելու համար եւ հավատում ենք, որ Աստված այստեղ է։ Որտեւ իր խոսքն ասում, որտեղ որ 2-3 հոգի իմ անունով հավաքվեն, ես այնտեղ եմ։ Ես կարևոր չի այդքան թե ով է կանգնած այստեղ, կարևոր չի այնքան թե ով է քո կողք այսօր նստած, որովհետեւ այստեղ կանգնողից քո կողքինից առավել մեկը այսօր կա այստեղ, որը եկել է, որ հենց անձամբ քեզ հետ հանդիպում ունենա։ Դրա համար թող մեր սիրտը բաց լինի, որ այն ինչ որ Աստված այսօր պատրաստել է մեզ համար, այն բաժինը, որ Աստված այսօր մեզ համար պատրաստել է, որ մենք իրականում այդ հանդիպում ունենանք նրա հետ եւ վերցնենք։ Ինչպես ներկայացվեց, անունը Սևակա, կնոջս հետ Մոսկվայում ենք ապրում, ես արդեն 13 տարի է, իսկ ինձ 3 տարի այնտեղ ենք, ծառայում ենք Աստծուն, Աստծո օթևան եկեղեցու ծառայողներից ենք, այնտեղ ենք հիմա հաճախում, կինս Աստծո տված պարգևով փառաբանության մեջ է, ես տնային խմբակի ավագ եմ եւ ունենում ենք տարբեր ծառայություններ ավետարանչական, տարբեր եկեղեցիներում, ու այդ ամեն ինչը միայն նրա շնորհիվ է։ Իմ սիրուն աչքերի համար չի, միայն Աստված է, որ այդ ամեն ինչը, այդ նախասահմանությունը, այդ կանչը դրել է մեր մեջ, մենք էլ հոժարվել ենք ծառայել Աստծուն։ Ծնվել եմ հոգևոր ընտանիքում, կարելի ասած 3 տարեկան եմ եղել, երբ որ ծնողներս հավատքի մեջ են եղել։ Բայց դա էլ այն չի, կարևոր չի, որ ես ծնվել եմ հոգևոր ընտանիքում, որովհետև եղել է ժամանակ, որ հեռացած եմ եղել Աստծուց։ Ծնողներս ամեն ինչ արել են, ես իմ աչքերս բացել եմ, երբ որ իմ ծնողները առավոտյան աղոթք էին անում իրենց երեխաների համար։ Տեսել եմ իրանց ապրածը, իմ հայրս շատ ակտիվ ծառայող է եղել, մինչև հիմա էլ ծառայում է փառք Աստծո, ու այն ինչ որ ես տեսել եմ, դա պատճառ չի եղել, որ ես մնամ հոգևոր ընթացքի մեջ, եղել է ժամանակ, որ ես հեռացել եմ, աշխարհը տարել է, իմ շրջապատը տարել է, բայց փառք Աստծո, որ եկավ ժամանակ, որ մի օր հայրս կանգնեց, ասեց՝ տղա ջան, քանի փոքր եք ձեռքիցդ բռնում էի տանում էի եկեղեցի, հիմա էլ չեմ կարա, մեծացել եք, դուք ձեր որոշումը պետք է անեք, դուք ձեր ընտրությունը պետք է անեք, ու փառք Աստծո, որ այն օրինակը, որ ես տեսել եմ իմ ծնողներից, իմ կողքի եկեղեցում ծառայակից եղբայրներից, դա եղել է նաև պատճառ, որ որոշում եմ ընդունել, որ այո Տեր, ես քո տան մեջ պետք է մնամ, ես իմ ամբողջ կյանքը պետք է տամ քեզ եւ ծառայեմ քեզ։ Մի փոքր խոսք, որ կա սրտումս կուզենամ կիսվեմ, սենց մի փոքր վերնագիր, երբ հանդիպում ենք Հիսուսին։ Ամեն մեկս մեր ժամանակով, եկել ենք, մեր հանդիպումը եղել է Աստծո հետ։ Սենց որ մտովի տեղափոխվենք, այն ամենաառաջի հանդիպումը, որ ունեցել ես Աստծո հետ։ Ինչ որ մեկը քեզ հրավիրել է եկեղեցի, ինչ որ մի այլ միջոցով դու հանդիպում ես, հպում ունեցել ես Աստծուն։ Ամեն մեկիս կյանքում եղել է, բայց ես ուզում եմ այսօր մի փոքր խոսել նրա մասին, որ մենք այդ միակ այդ առաջի հանդիպումով պետքա չբավարարվենք։ Որովհետև այսօր նայում ենք շատ տեղեր, մի փոքր sense խաբեություն կա, այսպես ասած, ապաշխարության աղոթքը ասելով թվում է թե մենք արդեն պուտյովկա ունենք դեպի երկինք ու արդեն դրանից ոնց ուզենք արանք ապրենք։ Դա սխալ է, այո, մեր ամենաառաջի քայլն է, երբ որ գալիս ենք, մեր կյանքը տալիս ենք Աստծուն, մեր ապաշխարության աղոթքով, մեր սիրտը բացում ենք, Հիսուսին ընդունում ենք մեզ Տեր եւ անձնական փրկիչ, այդ հանդիպումը, երբ որ մենք ունենում ենք Աստծո հետ, դա մեր ամենաառաջի քայլն է, բայց դա պետք է հարատևական լինի։ Մեր հանդիպումը Աստծո հետ պետք է հարատևական լինի։ Երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, ինչի համար ենք գալիս եկեղեցի։ Աստծո ներկայությունը այստեղ է, ինձանից ու քեզանից է կախված, մենք այսօր այդ հպումը, այդ հանդիպումը կունենանք Աստծուն թե չէ։ Շատ հիանալի երկրպագություններ, կոչ է արվում, աղոթք անենք, բարձրացնենք ձեռքերներս, երկրպագենք Աստծուն, ինձանից ու քեզանից է կախված։ Եթե ես իմ կողքերը նայեմ, եթե ես անտարբեր լինեմ Աստծո ներկայության մեջ, ես այդ հանդիպումը չեմ ունենա։ Աստված եկել է, որ հանդիպում ունենա իմ եւ քո հետ, ու ինքը պատրաստ է ունենա այդ հանդիպումը։ Ես ու դու ունենք այդ պատրաստակամությունը, որն է մեր գալու նպատակը Աստծո հետ հանդիպումը, թե այլ բաներ։ Լավ է, գալիս ենք, հաղորդակցվում ենք, հարազատներ, քույր եղբայրներ, բայց մեր ամենաառաջնային նպատակը պետք է լինի հանդիպում Աստծո հետ։
Սրանով էլ պետքա չբավարարվենք, որովհետև եկեղեցուց դուրս մենք նաև պետքա նորից ունենանք Աստծո հետ հանդիպում։ Մենք պետքա չսպասենք, որ գա Կիրակի օրը, որ գանք եկեղեցի, այդ 2 ժամը հանդիպում մեր փորձենք հանդիպում ունենանք Աստծո հետ։ Եկեղեցուց դուրս, ինչպիսին է մեր կյանքը, եկեղեցուց դուրս արդյոք մենք ունենք հանդիպում Աստծո հետ։ Ամեն մեկս մենք մեր մեջ հարց տանք եւ մտածենք։ Մենք ոչ մեկի չեն կարող խաբենք։ Ես Աստծուն չեմ խաբեմ, ինձ էլ չեմ կարող խաբեմ։ Կարամ ձեզ խաբեմ, կարամ լավ հոգևոր երևամ։ Այդ 2 ժամը այնքան հեշտ է եկեղեցում լավ հոգևոր լինելը, շատ հեշտ է։ Եկեղեցուց դուրս, ինչպես եմ ես ապրում, ես ունեմ այդ հանդիպումը։ Եթե ես ունենամ այդ հարատևական հանդիպումը Աստծո հետ, իմ կյանքը հաստատ եկեղեցուց դուրս էլ կխոսա Քրիստոսի մասին։ Ոչ թե այս 2 ժամը։ Մի քանի տեղ արագ նայենք, Խարդախ եւ Խաբեբա մարդը հանդիպում է Հիսուսին, որի մասին որ գրված է Ղուկաս ավետարան 19-րդ գլուխ 1-ից 10 համարներն է։ Խաբեբա եւ Խարդախ մարդը հանդիպում է Հիսուսին։ Զաքեոսի մասին է խոսքը, շատերը ծանոթ եք։ Մարդ, որը որ մաքսապետ էր, հա, ինքը հարկեր էր հավաքում, իրան դրված էր ժողովրդի վրա, որ ինքը հարկ հավաքեր, բայց ինքը ասենք դրված էր որ 5000 դրամ հավաքվի։ Ինքը հավաքում էր 10-ը, զրպարտում էր, ավելի շատն էր վերցնում ժողովրդից։ Հանկարծ ինքը օրից մի օր լսում է, որ Հիսուսը պետք է անցնի իր տան մոտով։ Ինքը ցածրահասակ էր։ Հարուստ մարդ է, հա, ինքը պատկերացրեք, բոլորին խաբել է, վերցրել է, լավ գործի վրա է, ինքը հարուստ է, պաշտոնավոր մեկն է։ Ինքը լսել էր միջև դա Հիսուսի մասին, որտեղ հեսա երբ որ մենք նայենք պատմությունը, ասում է, երբ որ ինքը լսեց Հիսուսը պետք է անցներ այդ վայրով, ասում է, որ ցածրահասակ էր, ամբողջ կար ինքը դժվար իրեն Հիսուսին հանդիպելը, Հիսուսին տեսնելը, վազնում է բարձրանում մի ժանտաթզենի, որը որ փշոտ ծառ է ինքը։ Պատկերացնեք, հիմա մեր օրերում տեսնենք դրսում հավաքված ենք ինչ-որ մեկը պաշտոնավոր, ասում շալվարով, sense թանկանոց շորերը հակած, վազում է բարձրանում է ծառի, ինչ տպավորություն։ Մարդ ինքը չի նայում ոչ մի բանի, այնքան այն դուրս գալիս դա, որ ինքը ոչ մի իրավիճակին, ոչ մի մարդու կարծիքի չի նայում։ Իր ներսի փափագը, որ ես պետք է հանդիպում ունենամ Հիսուսի հետ, այնքան մեծ էր, որ չնայած փշոտ ծառա, չնայած ոչ մի բանի իր կարգավիճակին չնայած, վազնելով բարձրանում է ծառը, որպեսզի տեսնի Հիսուսին, որպեսզի այդ հանդիպումը կայանա։ Ինքը եթե չբարձրանար Հիսուսը միգուցե գար անցեր, ինքը չէր էլ երևա, ամբողջի մեջ կկորեր։ Այսօր ես ու դու ես ասեցի, որ մեզանից է կախված, մենք այստեղ, չգիտեմ, 200 հոգի, 100 հոգի կարող ենք հավաքվել, բայց այդ 200 հոգուց, 100 հոգուց կարող է 5 հոգին հանդիպում ունենա Աստծո հետ։ Մեզանից է կախված, մենք ինչքանով մեր քայլը կանենք, ինչքանով մենք կձգտենք այդ հանդիպումը որ տեղի ունենա։ Հիսուսը երբ որ գալիս է տեսնում, ասում է Զաքե, իջի, որովհետև ես այսօր քո տանն եմ մնալու։ Գիտեք, Զաքե իր կարճ անունն է, Զաքե ասում են նրան, ով որ կարճ անուն ասում են նրան, ով որ մտերիմ է արդեն։ Ասում է Զաքե, իջի, Հիսուսը արդեն դա տեսնելով արդեն իրան որպես մտերիմ ընդունեց։ Իջի, այսօր ես քո տանն եմ մնալու։ Եվ գիտեք, ժողովրդի համար դա մի հատ sense տրագեդիա էր, ինչպես մեղավորի տուն է մտնում, ինքը մաքսավորի տուն է մտնում, չգիտի ով է Զաքեոսը։ Ու sense ներսի բունտ է գալիս իրանց մեջ։ Բայց Հիսուսը այսօր այդ օրը տեսնելով Զաքեոսի քայլը չմերժեց, ընդունեց նրան, գնաց նրա տուն։ Եվ գիտեք ինչ է կատարվում։ Զաքեոսը կանգնում է եւ ասում է. Տեր, իմ ունեցվածքի կեսը աղքատներին կբաժանեմ։ Եվ ումը որ զրպարտել եմ, ումից որ ավել գումար եմ վերցրել, ումը որ խաբել եմ, գցել եմ այսպես ասած, նրան չորեք պատիկը կհատուցանեմ։ Այնքան կարևոր է քայլ, որը արեց Զաքեոսը, որը ընդունվեց Հիսուսի կողմից եւ որն էլ բերեց այդ տան մեջ ապաշխարություն, այդ տան մեջ բերեց փրկություն, որ եթե անգամ Զաքեոսը կարար չաներ, բայց իր ներսից փափագը ձգտում այնքան մեծ էր, որ հանդիպումը կայացավ Հիսուսի հետ։ Ձգտորսը ամբարոկինը հանդիպում է Հիսուսին, Հովհաննես ավետարան 8-րդ գլխում է գրված 2-ից 11-րդ համարներում։ Ամբարոկինը հանդիպում է Հիսուսին։ Ես տարբեր մի քանի տարբերակներ եմ վերցրել, որ մենք համեմատենք։ Մեր մեջ կան տարբեր մարդիկ, հա, տարբեր մասնագիտությամբ, տարբեր բնավորությամբ։ Ամբարոկինը հանդիպում է Հիսուսին։
Անառը կնոջը բերում են Հիսուսի մոտ, բոլոր երևի տեղյակ եք դրա մասին, բերում են Հիսուսի մոտ եւ ասում են վարդապետ։ Շնություն ա արել, պետքա ըստ մեր օրենքի, ըստ հրեական օրենքի մենք պետքա քարկոծենք իրան։ Ինչ կասես։ Հիսուսը ասում է, ով որ արդար է, թող առաջինը քարը գցի իր վրա։ Եվ բոլորը իրենց մեջ խշմտանք լինում, իրենք հանդիմանվում են իրենց սրտում, հասկանում են, որ չկա մեկը, որ արդար լինի, որ այդ քարը կարողանա նետի այդ կնոջ վրա։ Միակը, որ կար, դա Հիսուսն էր, որ կարող էր քարը նետել։ Գիտեք, բոլորը քարերը գցում են եւ գնում են։ Այս հանդիպումը անառա կնոջ եւ Հիսուսի հետ տեղի ունենում, որը բերում է իր կյանքում փրկություն։ Հիսուսը մոտիկանում ասում է ովքին։ Ուր են քեզ դատապարտողները։ Ասում է ես էլ չեմ դատում, բայց գնա եւ այլևս մեղք չգործես։ Միգուցե մենք այսօր եկեղեցում մի ընտանիք ենք, հա տեսնենք ինչ որ մեկը ընկած է, դա կարա։ Քարերը չվերցենք ձեռները ժողովուրդ։ Եթե կարողանում ենք առանձին աղոթք անենք, եթե կարողանում ենք ինչով կարողանանք օգնենք, այնքան ցավալի է, երբ որ տենում ենք Աստծո տան մեջ, Աստծո ժողովրդի մեջ, ինչ որ մեկը կարա ընկնի, կարա մի հատ սխալ թույլ տա, իր ամբողջ այդ կյանքը մի կողմի, բայց այդ սխալը վсё։ Քարերս վերցնում ենք, ուզում ենք այդ մարդուն քարկոծենք։ Փոխարենը մենք կարող ենք ձեռք մեկնենք եւ իրան ընկասեղից բարձրացնենք։ Ձկնորսը հանդիպում է Հիսուսին, Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ 1-ից 11 համարները, Պետրոսի մասին է խոսքը։ Դուրս էին եկել ձուկ որսալու։ Պրոֆեսիոնալ ձկնորսեր էին իրանք, առաջի օրը դուրս չէին եկել։ Ասում է ամբողջ գիշեր իրանք չարչարվել էին, տանջվել էին, ոչ մի հատ ձուկ չէին բռնել։ Բայց Հիսուսի մի խոսքով, երբ որ ասում է ուրկանը գցեք մյուս կողմը, նրանք երբ որ գցում են ամբողջությամբ, ասում է այնքան շատ է լինում, որ ուրկանը պատրվում է, կողքի նավակը գալիս է եւ օգնում է նրանց։ Ուստեղ Պետրոսը գիտեք ինչ է ասում, ասում է Տեր, ես մեղավոր մարդ եմ։ Երբ որ մենք հանդիպում ենք ունենում Աստծո հետ, մենք տեսնում ենք ով ենք մենք։ Աստծո խոսքից հեռու, Աստծուց հեռու, մենք շատ լավն ենք, մենք շատ արդար ենք, մենք շատ սուրբ ենք գլորողակով, հա, շատ լավն ենք, բայց երբ որ այդ հանդիպումը լինում է Աստծո հետ, երբ որ մենք հանդիպում ունենում ենք Աստծո խոսքի հետ, հա, հայլի է Աստծո խոսքը, երբ որ սա մենք վերցնում ենք մեր ձեռքը կարդալով, Աստծո հետ հանդիպում ունենալով, տեսնում ենք մեր բաց տեղերը, հասկանում ենք, որ չէ, ոնց որ այդքան էլ սուրբ չենք, հա, այդքան էլ ոնց որ լավը չենք, բաներ կա, որ պետք է փոխվենք, բաներ կա, որ պետք է տաշվենք։ Սավուղը հանդիպում ունենում Հիսուսի հետ Դամասկոսի ճանապարհին։ Երբ որ գնում էր ինքը քրիստոնյաներին հալածելու, եկեղեցիները այրելու, հանդիպում, որը որ Սավուղին դարձնում է Պողոս, որը որ դառնում է մեծ ավետարանիչ, հա, մեծ քարոզիչ, իր Աստվածաշնչում շատ գրքեր կա Նոր Կտակարանում, որ ինքն է եղինակը, որ հեթանոսների մեջ է ինքը օգտագործվում։ Հասարակության կողմից մերժվածը հանդիպում է Հիսուսին։ Հովհաննես 4:1-26-ում է գրված։ Մի կին, որը որ մերժված էր հասարակությունից։ Բայց կար մեկը, միգուցե դու այսօր նայես, քեզի մենակ զգաս, մերժված զգաս, կամ մեկը, որը որ քո կողքին է ամեն ժամանակ։ Կապ չունի ինչ վիճակում ես դու։ Լինում է, որ ընկնում ես, տկարանում ես, մեղքի մեջ ես, լինում է, որ ֆինանսական դժվարության մեջ ես, լինում է, որ հիվանդության մեջ ես։ Սես նայում ես կողքը, տեսնում ես մենակ ես մնացել, մարդ չկա։ Ում ես ուզում դիմես։ Հարուստ բարեկամ, շատ լավ մասնագետ բժիշկ, ես դեմ չեմ, կարանք դիմենք բժիշկներին, Աստված իրանց իմաստություն է տալիս, որ մեզ միջոցներ են տալի բուժման, բայց մենք շատ հաճախ Աստծուն թողում ենք ամենավերջի պլանում, փորձում ենք բժիշկներին, փորձում ենք ամեն տարբերակները, հարուստ բարեկամներին, ինչ որ մի ծանոթի, որը որ քեզ կօգնի կբարձրացնի, բայց այնինչ Հիսուսը, Աստված արդեն իր ձեռքը ասենց պարզած սպասում է, որ մենք մեր ձեռքը մեկնենք, որպեսզի մեզ բարձրացնի, որպեսզի մեզ հանի այդ իրավիճակից։ 12 տարվա տեռատես կինը հանդիպում է ունենում Հիսուսի հետ։ Մարկոս 5:25-34։ Մի կին, որը որ հիվանդ էր, 12 տարի տառապում էր այդ հիվանդությամբ։ Իր ամբողջ ունեցվածքը վաճառել էր, որպեսզի բուժվեր։ Ամեն ինչ արել էր, ինչ միջոց մտքով տանցում է ինքը արել էր։ Օրից մի օր Հիսուս անցնելից է լինում, նորից ամբողջ է լինում։ Այս կնոջ այդ մոտեցումն էլ այն դուրս շատ գալի։ Ամբողջ այնքան շատ էր,
ինքը ձգտում է, ասենց պատկերավոր, որ նա ինքս հազիվ թե ասենց հանդերձի ծայրին է կպնում, ասում միայն թե մտքում, ասում միայն թե կպնեմ նրա հանդերձի ծայրին ես կբժշկվեմ։ Ամբողջի մեջով մի կերպ դիպչելով նրան, Հիսուս ասում է, ով կպավի ինձ։ Աշակերտներն ասում են, վարդապետ, ինքը ժողովուրդ է, ինչ հարց է, ով կպավ, ամբողջ է, հաստատ կպնող կլինի։ Չէ, ասում է, երբ որ ինձ կպան, ինձանից զորություն դուրս եկա, որ այդ զորությունը բժշկություն բերեց այս կնոջ կյանքում։ Կինը նայելով որ ծածուկ չմնաց, դա գալիս է, ասում է, որ դա ես էի եւ նա բժշկություն է ունենում։ Մի նայի, ել եմ ասում, ոչ մի իրավիճակի, տեսեք 12 տարի, միգուցե դու հիվանդություն ունես 10 տարուց ավել, միգուցե ինչ որ խնդիր ունես, պարտքերի մեջ ես, միայն թե դիպչես Աստծուն, միայն թե հանդիպում ունենաս Աստծո հետ։ Դիպահարը, երբ որ հանդիպում է Հիսուսին, ազատագրություն է գալի իր կյանքում։ Մարկոս 5:1-20-ը։ Կույր Բարտիղեմեոսը հանդիպում է ունենում Հիսուսին, Մարկոս 10:46-52, շատ այսպիսի համարներ կարող ենք մենք Աստվածաշնչից դուրս բերել, երբ որ հանդիպում է տեղի ունենում։ Բարտիմեոսը կույր էր ինքը։ Ճանապարհին նստած գումար էր հավաքում, որ գոնե այդ միջոցով ինքը գումար հավաքի, կարողանա իր այդ օրվա ապրուստը, մի կտոր հացը այդ օրը կերակրվի կշտանա։ Լսում է, որ Հիսուսը անցնում է։ Ինքն էլ արդեն լսել էր Հիսուսի համբավի մասին, որովհետև եթե լսած չլիներ ինքը չէր անես քայլը։ Լսում է, որ Հիսուսը անցնում է ամբողջ ձայնը ու ասում է ինչ է կատարում, ասում է Հիսուսն է անցնում այստեղով։ Ու ինքը սկսում է աղաղակել. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Գիտեք ինչ է կատարում, մարդիկ գալիս են իրան ասում են Հիսուս մնա։ Փորձում են լռեցնել։ Հիսուս մնա, խանգարում ես, մի գոռա։ Չես տեսնում Հիսուսն է անցնում։ Այսօր մենք շատ հաճախ ուզում ենք, sense աղաղակենք կողքից մեր խնդիրները, հոգսերը, այնքան դժվարությունները, sense ուզում են մեզի լռեցնել։ Ամեն ինչ անում են, որ մեր աղաղակը չհասնի։ Այնքան է դուրս գալի, ասում է, բայց նա էլ ավելի բարձր էր աղաղակում. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Թող այդ ամեն ինչը, երբ որ գալիս է, մեզի չլռեցնի։ Կգան այդ ճնշումները, որ 10 տարի աղոթք ես անում, հերիքա, չես տենում չի լսում Հիսուսը։ 10 տարի է, չգիտեմ, հիվանդությունն է, պարտքերի մեջ ես, չես տենում չի լուծում այդ հարցը, քեզ պետք է ավելի բարձր աղաղակի։ Երբ որ գալիս է այդ իրավիճակը, հավատա, որ ավելի մոտ է քո աղոթքի պատասխանը, որովհետև երբ որ այդ ճնշումները ավելի շատանում է, բարձր աղաղակի, ավելի բարձր աղաղակի, ավելի շատ ձգտի Աստծո հետ հանդիպում ունենաս։ Գիտեք, սարսափելի չի, երբ որ մենք կկորցնենք մեր ունեցվածքը, մեր մեր առողջությունը, կկորցնենք ամեն ինչ, սարսափելի չի, մեր ընկերներին, մեր շրջապատին, մեր հարազատներին, որովհետև ավելի սարսափելի է, երբ որ մենք կորցնենք Աստծուն եւ նրա ներկայությունը մեր կյանքի մեջ։ Չգիտեմ, ունեցել եք փորձառություն, թե չէ, ես ինքս ունեցել եմ, որ ես կորցրել եմ, ես զգացել եմ, որ չի հերիքում, չկա։ Ես կորցրել եմ դա ոչ թե Աստծո պատճառով, իմ պատճառով։ Ես ինքս եմ հերվածել Աստծո։ Ես ինքս չեմ ձգտել հանդիպում ունենալ Աստծո հետ։ Եկեղեցում եմ եղել, հավատքի կյանքի մեջ եմ եղել, բայց չեմ եղել, այսպես ասեմ։ Ունեցել եմ այդ ընթացքը։ Բայց ձգտենք, փառք Աստծո, որ մեջս ուժ գտա, մեջներս ուժ գտնենք, որ ձգտենք հանդիպում ունենանք Աստծո հետ, որովհետև կորցնել Աստծուն եւ նրա ներկայությունը դա ահավոր է, սարսափելի է։ Գիտեք, երբ որ հանդիպում ենք ունենում Աստծուն հանդիպող մարդը փոխվում է, ինքը նույնը չի մնում։ Ինքը նույնը չի մնում։ Ամեն անգամ, երբ որ մենք մեր հանդիպում ունենում ենք Աստծո հետ, ամեն անգամ մի բան փոխվում է մեր կյանքում։ Հանդիպում ունեցող Աստծո հետ այն մարդը բժշկվում է, ազատագրվում է, իր կյանքում գալիս է պարտքերի լուծում, միգուցե մի քիչ երկար կտևի դա, միգուցե մի քիչ կարճ, որովհետև այդ process-ի ընթացքում էլ Աստված մեր հետ աշխատանք է տանում։ Մենք մտածում ենք, որ հենց հիմա, հենց այս պահին պետք է լինի, բայց ընթացք կա, միգուցե նաև հենց այդ պահին լինի, միգուցե մի 5 տարի հետո լինի, բայց ընթացք կա, որի մեջ Աստված մեր հետ նաև աշխատանք է տանում։ Դա կլինի թե հիվանդության հետ կապված, թե ֆինանսերի հետ կապված, Աստված կողմա որ մեզ բժշկի, մեզ ազատագրի,
մեզ օրհնի, թույլ տանք, որ Աստված գործի մեր կյանքի մեջ։ Աստծո հետ հանդիպում ունենանք ամեն օր, ամեն տեղ, կապ չունի որտեղ ես։ Շատ հաճախ մենք ամեն ինչի ժամանակ ենք տրամադրում բացի Աստծուց։ Ցավալի է։ Փոխարենը մենք պետք է ավելի շատ։ Միգուցե այսօր դու աղոթքի կյանք չունես, միգուցե դու ընթերցանության կյանք չունես։ Ու դու մտածում ես, որ ինչի է իմ մոտ այս վիճակը։ Միգուցե դու այսօր Աստծուց հեռու ես, որ մտածում ես ինչի է իմ մոտ այս վիճակը։ Խնդիրներ, մոտեցի Աստծուն, եւ նա կմոտենա քեզ։ Մոտեցի Աստծուն, եւ նա ինքը քո ամեն մի հոգսին պատասխան կտա։ Եվ նա ինքը ամեն մի կարիքը կլրացնի։ Բոլորս էլ անցնում ենք խնդիրներով, դժվարություններով, մի կարիքից ելնում ես, այն մյուս խնդիրն է գալիս։ Մարդկային մարմնի մեջ ենք, քանի մենք դեռ այս երկրի մեջ ենք, մենք ունենալու ենք։ Մտի բարձրալի ծածկոցի տակ, 91 Սաղմոսը, երբ որ մենք բարձրալի ծածկոցի տակ ենք, այո, այդ ամեն ինչը նորից կգան, ամեն այդ փորձությունները, խնդիրները, բայց մենք կլինենք պաշտպանված։ Բայց երբ որ Աստծո ներկայությունից այդ ծածկոցից մենք դուրս ենք գալիս, երբ որ մենք այդ հանդիպումը չենք ունենում, այդ ամեն ինչը նորից գալիս է մեր վրա, տարբերությունը գիտեք որ մենք ճնշվում ենք, որ մենք թուլանում ենք, որ մենք հույս չենք ունենում, ծածկոցի տակ հույս ունենք, մեր Աստվածա, ծածկոցից դուրս չունենք։ Աստծո ներկայության մեջ մենք խաղաղություն ունենք, ներկայությունից դուրս անխաղաղ վիճակ է։ Այսօր աշխարհում համատարած անխաղաղ վիճակ է, խաղաղությունը վերցված է։ Որ նայում ենք այսօր, եթե մենք մտածենք, ասենք, գնամ այս ինչտեղ է հանգիստ խաղաղ ապրեմ, չկա այդպիսի վայր այսօր երկրի վրա։ Միայն Աստծո կամքի մեջ, միայն Աստծո հետ։ Կապ չունի դա կլինենք Հայաստանում, Ռուսաստան թե այլ երկրում։ Ես հիշում եմ, երբ որ նոր սկսվեց ռուս-ուկրաինական այս վերջին պատերազմը, ինչպիսի սենց մի հատ ուժեղ ճնշում էր գալիս ժողովրդի վրա։ Նաև մեր եկեղեցում հոգևորների վրա, որտեղ մարդ ես, մտածում ես, շատերը թողեցին փախան, շատերը եկան Հայաստան, Հայաստանում կռիվը սկսվեց։ Հասկանում եք, մենք տեղից տեղ տեղափոխվելով այդ խաղաղությունը ենք այս երկրի վրա չենք կարող գտնել։ Մենք միայն Աստծո ներկայության մեջ, որտեղ էլ որ լինենք, Աստծո հետ հանդիպում ունենանք եւ Աստծո ներկայության մեջ լինենք։ Թող Աստված օրհնի ամեն մեկիդ այս փոքր խոսքը, որ կարծրտում ես կուզենամ, որ վերցնես, թող այսօր մի հատ sense start լինի, որ այո Տեր, միջև այսօր ինչ որ եղել է, ես չգիտեմ, ամեն մեկս մեզ լավ գիտենք, հա։ Թող այսօր լինի այդ օրը, որ start լինի, որ այսօրվանից ես ամեն ժամանակ ուզում եմ հանդիպում ունենամ քեզ հետ։ Չսպասեմ Կիրակի օրվան, չսպասեմ ինչ որ ծառայության օրվան։ Ամեն անգամ տանը, աշխատանքի վայրում, որտեղ էլ որ լինես, հանդիպում ունեցի Աստծո հետ, որտեղ ամեն ժամանակ, երբ որ մենք հանդիպում ունենանք Աստծո հետ, իրավիճակները կփոխվեն, սարերը կշարժվեն։ Աստված օրհնի, շնորհակալ ենք այս պատվի համար, թող Աստված օրհնի ձեզ, այս քաղաքը, այս եկեղեցին, թող ձեր տարածքները ավելի շատանան, այնքան փրկվող մարդիկ լեցվեն այստեղ, որտեղ չանի, մտածեք մի հատ լավ մեծ զալի մասին, թող Աստված